Ուռուցքային հիվանդություն ունեցողների թիվը Հայաստանում նկատելիորեն ավելացել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը։ Բանախոսն ամփոփելով նախորդ տարիներին Հայաստանում ուռուցքաբանության խնդիրների վիճակագրությունը նկատում է, որ նախորդ 2012 թվականի համեմատությամբ այս տարի ուռուցքներով հիվանդների թիվը փոքրինչ աճել է, փոխարենը պակասել է մահացությունների թիվը։ Վերջնական թվերը ես չգիտեմ, ես ձեզ կարող եմ ասեմ, օրինակ համեմատեմ 2008 թիվը 12 թվականի հետ, որովհետև այդ թվերը մենք ունենք, այդ 5 տարվա մեջ աճը հիվանդացության կազմել է մեզ մոտ 13.4%, իսկ մահացությունը կազմել է 6.7%, մոտ 2 անգամ պակասել է մահացությունը, քան թե աճը, այսինքն հաջողություններ կան։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը նշում է, որ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու համալիր բուժումը թույլ կտան հասնել լիարժեք արդյունքի։ Բազիկյանը համոզված է, հիվանդներից շատերն անհասկանալի պատճառներով թաքցնում են իրենց հիվանդությունը եւ բուժումը սկսում հիվանդության միայն վերջին փուլում։ Բանախոսը նկատում է, ուրախալի է, որ վերջին տարիներին նվազել է քաղցկեղով հիվանդների թիվը, որը սակայն պայմանավորված է նաեւ արտագաղթի չափերի մեծացմամբ։ Հայաստանում ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալներով առավել տարածված են թոքի, կրծքագեղձի, ստամոքսի քաղցկեղը։ Զգալի թիվ են կազմում նաև արգանդի վզիկի, աղիքների, ձվարանների ուռուցքային հիվանդությունները։ Աննա Դանելյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։